Ողջույն, ես Դավիթ Ռակոստն եմ, դուք դիտում եք առանց սահման հաղորդումը, մենք մեկնում ենք Վանաձոր եւ ունենալու ենք ամենաբարի եթերը, իսկ թե ինչու բարի, կիմանաք քիչ անց։ Մեր թիմը նաև իր աշխատանքը շատ է սիրում, որտեղ հնարավորություն է ընձեռվում ավելի լավ ճանաչել եւ ուսումնասիրել մեր սիրելի Հայաստանը։ Այսինքն սիրուն տեսարանը։ Ինչ ցուրտ է։ Մեկ էլ այն սարը նկարի։ Հա, մեկ էլ եթե դու դեռ չես բաժանորդագրվել մեզ Facebook, YouTube, Instagram, հիմա ժամանակն է, ուղղակի սեղմիր պաուզան, սեղմիր զանգակը եւ ոչ մի եթեր բաց չես թողնի։ Պայմանավորվեցինք, իսկ հիմա վայելենք։ Ժողովուրդ ջան, մեկ էլ վայելելու ձև կա։ Այս մեր բնությունն է, մեր Հայաստանն է, մեր հայրենիքն է, մեր տան պես պետք է վերաբերվենք։ Մենք այստեղ տեսնում ենք այսենց Բայց եկեք, ահա, լավ, սա փակեմ, այսա, մեր խեղճի առաջ, ուղղակի մաքուր պահենք, որ տարիներ հետո մեր երեխաները, թոռները, մյուսները գան ու մենակ հիանան, չենք աղտոտում, սա մեր Հայաստանն է, իսկ մենք շարժվում ենք Վանաձոր։ Մենք լոռիում ենք, առանց սահմանի թիմը, Գալֆ Արմենիայի հետ միասին, որոշել են անցկացնել սոցիալական, այսպես ասած, նախաձեռնություն եւ շնորհավորել Լոռու մարզի երեխայի եւ ընտանիքի խնամքի պոակի շահառու երեխաներին, նրանց հունիսի 1-ի կապակցությամբ, որտեղ հունիսի 1-ը երեխաների իրավունքների պաշտպանության օրն է, ահա այսպիսի պոստարկղեր տեղադրվել, որպեսզի երեխաները նամակներով գրեն իրենց ցանկությունը եւ ուղարկեն Գալֆ Արմենիային։ Այդպես էլ եղավ, 100-ից ավելի, եթե չեմ սխալվում, 101 երեխա գրեց իր նամակը եւ քիչ անց մենք կհանձնենք նվերները, բոլոր նվերները, բոլոր նամակները կարդացվել են, նվերները պատրաստվել են եւ հիմա քիչ անց նաեւ կտեսնենք երեխաների ռեակցիան։ Ընդհանրապես երեխաները պաշտպանված լինեն ու ուրախ լինեն, ապրեն կապույտ երկինքի տակ, ուրախ, խաղաղ, անընդհատ բոլորի դեմքին ժպիտ լինի։ Նախապես շնորհակալություն եմ հայտնում ու հուսով եմ բոլորի երազանքները կատարված կլինեն։ Ինչ գրել եք նամակներում կստանաք։ Շնորհակալություն նախապես։ Հարգելի եւ սիրելի մեծեր ու փոքրեր, նախ բարև ձեզ։ Այսա ողջ, արդեն ես լիքը էներգիա ստացա։ Նախ մեծ խնդրանք մեծերին, մեծեր ջան, ձեզ խնդրելու եմ ուղղակի ընթացքում մի քիչ պահպանել լռություն, որտեղ երեխեքը այսպես թե այնպես խոսելու են, այստեղ էլ ակուստիկան մի քիչ խնդիրներ է ստեղծում։ Իմ անունը Դավիթ է, մենք Գալֆ Արմենիայի հետ եկել ենք, որպեսզի ձեզ այս օրը նվիրենք, ձեզ այս օրը փորձենք ուրախացնել, երջանկացնել, մեր թիմն էլ առանց սահմանի թիմն է։ Դուք չգիտեմ, տեսել եք այդ հաղորդումը թե չէ, ամենայն դեպս մենք միասին ենք եկել, որպեսզի այսօրը դարձնենք անմոռանալի։ Ովքեր են նամակ գրել, հələ բարձրացրեք ձեռքը։ Իմ սիրելի հրաշք փոքրեր, ես ձեզ խնդրելու եմ, որպեսզի դուք պահպանեք լռություն, գիտեք ինչու։ Որովհետև ինչքան մենք լինենք լուռ ու կազմակերպված, նախ ես ուզում եմ ձեզ հետ մի քանի թեթև խաղ խաղալ, մենք խաղերը կխաղանք։ Հետո ես գիտեմ, որ բոլորդ անհամբեր սպասում եք ձեր նվերներին, մենք նվերները կբաժանենք ավելի կազմակերպված ու արագ։ Ոչ ոք հերթի մեջ չի մնա, պայմանավորվեցինք։
Այս թիմը, ովքեր են ուզում ստանալ մրցանակ, ովքեր են կրծում եղուկները, ասում ես, հարցերը լես, դու ոնց որ ընկնող ինքնաթիռ լինես, ես, տես չենք անում, մի քանի խաղ ենք խաղում, տեսնենք ովքեր են ուշադիր, համել կփորձեմ ձեզ հետ ծանոթանալ, Տիգրան ցույց տուր փայծախը, չգիտես ուրա, ես էլ չգիտեմ ուրա, լուրջ չգիտեմ ուրա, փորդ ցույց տուր, ապրես, այստեղից ով կա, այստեղի, քո անունը, Արեն, Արեն ջան, ցույց տուր ոտքերդ, ես բոլորդ գիտեիք, լավ, հեսա կփորձենք, ինչը ասում եմ, մենակ դա ցույց ենք տալի, բայց ես խարդախություն եմ անելու, սխալ մխալ եմ ցույց տալու, հանկարծ չպարտվեք, գնացին, գլուխ, քիթ, փոր, ոտք, գլուխ, քիթի փորիկ ոտք, գլուխ, քիթի փորիկ ոտք, գլուխ, քիթի փորիկ ոտք, գլուխ, քիթի փորիկ, գլուխ, քիթ, փորիկ, ոտք, այդ մլոշտեր ես ոտք, նա, մի հատ էլ ենք հեշտ խաղում, տեսնեմ ովքեր կհաղթեն, ուտելիք չուտելիքը, ուտելիքա ծափ ենք տալիս, ուտելիք չի ծափ չենք տալի, ով որ ծափ տվեց, խնձորա, գնացինք, չէ, ձերքերը տենց, այս ենք, հաց, ենովա դիետա պահում, կարակ, պանիր, սոկ, շղթոր, մանդարին, պոպոկ, թթվասեր, եմիր, ձմերուկ, նուր, խնձոր, կրծած խնձոր, գոլդեն խնձոր, դեմիրճան խնձոր, ակայ խնձոր, սերկեֆիլ, ելակ, մեղր, սուջուխ, կծու սուջուխ, էժան սուջուխ, հա, ինչ սուջուխը լի ուտելու, թաթայի համեն, ծապ են տալի, բավար փորիկը ծապա, լավ, պիցա, կրուասան, մեղր, մեղու, գորտերով հավակվել ենք, մեղու ենք ուտում, ապրեք շատ, միա ծապա արեք իրար, հիմա վերջի խաղն ենք խաղում, որը կիսա կախարդական է, մի րոպե, իմ կախարդական, iPhone 14 պլյուս 12-ով զանգում եմ ձմեր պապիկին, ինքն ես ամաչկոտա, ալյո, ձմեր պապիկ ողջույն, լսի եկել եմ, ընենց լավ փոքրիկներ են, մի րոպե մի հատ կամերան միացնեմ ձերով անեմ, մի հատ ձերով արեք ձմեր պապիկ, Ձմեր պապիկ, լսի, նոր տարվա համար իրենք որ այսօր ցանկություններ ասեն, դուք կարող ես բերել։ Ասում է, եթե կախարդական խաղում հաղթեք կբերի։ Մի հատ տեսնենք ովքեր են ուժը ստացել, մի րոպե ստուգենք։ Մեծերինը տարիքային է, չի տվել։ Հիմա բացատրում եմ կանոնը։ Ասում են կախարդական բառերը, մեջ քողիկ կանգնեցինք, մեջ քողիկ, ես ասում եմ դուք պետքա չծիծաղեք, ով ծիծաղեց հնարավոր է պարտվի, լավ, գնացինք, մատները նայում են վերև, ես ասում եմ դուք առանց ծիծաղելու կրկնում եք, աբրա, կադաբրա, սիրուն ծաղիկ, համով բլոտ, մրսկան սկյուրիկ, կամած մածում, կախարդական ուժ եկ մեր տուն։ Ապրեք, հիմա նայեք, ինչումն է կախարդանքը։ Դուք ձեր տեղերում կանգնում եք, այսպես խաղում եք, չգիտեմ ինչ ուզում անում եք, բայց հենց ասում եմ 1, 2, 3 քարացեք, բոլորը քարանում են։ Ով խոսեց, ծիծաղեց, շարժվեց, բացասական միավոր է ստանում։ Տեսնենք ովքեր են հաղթելու։ Երկու անգամ փորձում ենք, ով հաղթեց, մրցանակները մի անգամից սկսում եմ հանձնել։ Պայմանավորվեցինք։ Գնացինք, 1, 2, 3, քարացեք։ Երեխեք, չենք պատասխան։ Дети, children, people, խոխեք, ճժեր, բարև ձեզ, երեխաներին չեք տեսել, սուտը լավ բան չի, հետես չկան ու չկան, այ կեզ թիմ, չէ, ես պարտվեցի, մի անգամ էլ ենք փորձում, վերջինն է, գնացինք 1, 2, 3, քարացեք, էլի չկան, տատիի թոշակը գմփս նո, հլը տես, դուք էլ չեք տեսի երեխաներին, ոյ քեզ կախարդական ուժ,
Ինչ ասեմ, հարգելի սիրելի ներկա մեծեր, միա ծափարենք հաղթող թիմին։ Նոր կողքսի, ինչ լավ եք խաղացել, ես հիացած եմ։ Որ այդպես է, ես կխնդրեմ Ձմեռ պապիկը նոր տարում ձեր նվերները մեծացնի, եթե մանվան ձեզ խելոք բայ, բայց ով չարություն արեց, ով, չգիտեմ, դասերը չսովորեց կամ ինչ որ պետք է չարեց, իր նվերը կդառնա 1 կիլո կառալյոկ։ Պայմանավորվեցինք։ Հիմա առաջինը, հլո Մալթա։ Այստեղ է հրավիրվում Արմեն Աբովյանը, որտեղ է Արմեն Աբովյանը։ Այժմ կզրուցենք Գալֆ Արմենիայի մարքեթինգի ղեկավար Գեղեցկուհի, նաև այս ամեն ինչի նախաձեռնող ու կազմակերպող Լիդիա Գրիգորյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ, դուք ինչպե՞ս եք։ Լավ, ճիշտ է, մեզ Լորեն դիմավորեցիր մշտական անձրևոտ եղանակով, բայց այսօր նես լավ բանի համար ենք հավաքվել, որ տրամադրություն շատ բարձր է։ Լիդիա ջան, կպատմեք ինչից հետո ոնց առաջացավ սենց ակցիա անելու գաղափարը։ Իհարկե, Գալֆը, քանի որ ինքնին ոչ միայն բարձրակարգ վառելիքի եւ սպասարկման սիմվոլ է, հայ, այսպես ասած, բրենդ է, ինքը նաեւ արժեքներ գրող բրենդ է, որի հիմքում կանգնած է մարդը։ Հունիսի 1-ին ընթരാճ երեխաների իրավունքների պաշտպանության երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ մեր պարտականությունն էր նաեւ, ինչու ոչ, նման բան կազմակերպելը եւ քանի որ շուտով Գալֆը գալիս է նաեւ Վանաձոր այո այդ նպատակով ընտրությունը կանգնեց Լորվա մարզի երեխայի եւ ընտանիքի աջակցության կենտրոն Պոակում, որտեղ ապրում եւ սովորում են 100-ից ավել երեխաներ։ Այսպիսի գաղափար առաջացավ, որ մենք կստեղծենք մեր Գալֆի նշաններով, տեսքով պոչտա ու երեխաները պոստարկղ, հա, երեխաները նամակներ կգրեն երազանքի տեսքով եւ մենք կկարդանք ու կիրականացնենք ու որոշել ենք, որ բոլորինը անխտիր իրականացնելու ենք, անկախ նրանից, թե ինչ նվերներ են իրանք ցանկանում։ Մասշտաբը կապ չուներ։ Այո, մասշտաբը կապ չուներ, բայց պարզվեց, որ մեր երեխաներին շատ չնչին բան է անհրաժեշտ, ինչը որ մեզ շատ էր հուզել եւ ավելի էր պարտավորեցրել նաեւ, որպեսզի սա շարունակական բնույթ կրի։ Կոնկրետ քանի նամակ ա գրվել։ 101 նամակ, հենց 101 երեխա էլ այստեղ սովորում են, բոլորը գրել են։ Բոլորը կարդացել եք։ Այո, բոլորը կարդացել ենք։ Տարբերվող կա ինչ նվերի առումով կամ չգիտեմ շատ հուզական ա եղել կամ շատ ծիծաղելի կա, տենց որ հիշվող նամակ։ Իրականում հենց նոնսենսը նրա մեջ է, որ չկա։ Երեխաները ցանկացել են ցածր արժեքի ինչ որ նյութական ապրանքներ, որը որ մտածելու տեղիք է տալիս։ Ցածր արժեքի, այսինքն ոչ թանկ բաներ։ Ոչ թանկ, շատ չնչին։ Բայց իրենց համար դա երազանք է, այո։ Հա, այսինքն ըստ ամենից որ խաղալիք բան, այդ տենց բաներ են եղել, դա ինձ թվում է երեխան երջանկության համար այս բանին խաղալիք, գիրք, տենց բաներն են ինչ որ անհրաժեշտ։ Իսկ եղել է ինչ որ տենց հատուկ դժվար պահեր, որ կազմակերպել այս ամեն ինչը եղել է բարդ կամ բարդ ինչն է եղել։ Հոգեպես էր բարդրվում ես, մեր թմին անընդհատ ինչ որ sense հուզական վիճակների մեջ էին դնում, որ պատկերացնում եք երեխաների օրինակ, հա, երազանքները ինչ որ սահման ունեն գնային ու շատ ցածր սահման։ Ու այդ մտքով մեզ շատ դժվար էր ոնց որ աշխատել այդ ամեն ինչը, հա, կազմակերպել, անդադ հուզվում էին։ Ընդհանուր առմամբ հաճույք էր մեր համար այս ամեն ինչը։ Ինձ թվում է համ բարի գործ անել, համ էլ երեխայի համար կրկնակի հաճույք է։ Իսկ որ ասում եք շարունակական է լինելու ակցիաները, էլի լինելու է այս մարզում, թե մտադիր եք հետագայում ամբողջ Հայաստանով ոնց որ դա անել։ Այո, այս ամեն ինչը շարունակական է լինելու եւ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածաշրջանում, քանի որ մենք պատրաստվում ենք շարունակել քայլել այնտեղ, որտեղ որ մեր կարիքը կա եւ որտեղ մեր ներկայությամբ կարող ենք ստեղծել նոր արժեքներ, առհասարակ մեր բիզնեսներին խորհուրդ կտայի դուրս գալ ապրանքային մտածողության սահմաններից, խորհուրդ կտայի չվախենալ նոր արժեքներ ստեղծել եւ ռեսուրսներ ներդնել, երբ որ բիզնեսը մտնում է որպես մշակույթ մարդկանց սրտերում եւ կյանքերում, դա արդեն ձևավորում է առավել
առավելագույն արժեք։ Հորդորում եմ բիզնեսներին շարունակել։ Ու միանալ նման ակցիաները հաստատ չեն վնասի, ավելին ես համոզված եմ հետագայում իրանք իրենց դրական տենց լավ պտուղներ եք ունենան, որովհետև այս դեպքում երեխաները կմոտիվացվեն ու մանավանդ երբ որ երեխան զգում է, որ իր կողքը մեծ բիզնես կամ տենց մարդիկ կան, ովքեր ուժ ունեն, մտածում եմ, որ հետագայում տենց կար այդ ուժից օգտվի ոտքի կանգնի։ Ի վերջո պետք է իրար օգնենք։ Համենայն դեպս ես շնորհակալություն եմ հայտնում, ես հիշեցնեմ։ Ես ձեզ եմ շնորհակալ։ Ես հիշեցնեմ, որ զրուցում էինք Գեղեցկուի Գալֆի մարքեթինգի ղեկավար Լիդիա Գրիգորյանի հետ։ Լիդիա ջան, ձեզ լավ օր, մեզ լավ օր։ Ձեզ բոլորիս լավ օր։ Տեսնենք ինչ է ստացվում։ Այո, գնացինք։ Ով ունի։ Կարոն։ Կարոն։ Էսի Կարոինն է, խնդրեցի ասցի, երեխեք քեզ սիրում են, կարամ գամ։ Սրանով ասեց կարաս։ Մադը կտաս։ Չէ, այդ թող մնա, էլի այդ թող հեսա գցելու։ Ո՞նց ես դու դնեմ։ Ինքը բանով է, մագնիտով է։ Դու ասում ես ինչ էիր ուզել, հել մեկ պատմի, էլի։ Հել մեկ պատմեք, ինչ եք ուզել։ Օ, ես գիտես ինչ է։ Դիրվում չէ։ Սպասի, Էս այդ կտրած է չէ։ Եթե դրածել չի, հետը լար կա, դու կարաս դնես։ Ասի սենց անեմ։ Ոչ դες դրիշ։ Ահա, դիր, փակի։ Շատ լավն է։ Այս սենց է ուզում։ Հա, հենց այնց էիր ուզում։ Գիտես ինչքան ենք մանեկի, որ հենց քո սրտով լինի։ Բայց դու չես գրել, չենք բերել, ես չեմ անկալ։ Դե բա տեսնում ես, այդ հարցը ուրեմն մամային։ Մամիկո։ Այդ ինչա։ Լորիկ ամեն։ Լորիկի գլխակա։ Նայ, դեմանիկ, լորիկ, ինչ ուզել եք բերել են։ Նիկո պիարմ է տունը։ Չեմ կամ բաց։ Դուք աղբերներ եք, հələ մի րոպե։ Հա։ Փաստորեն ես կապ չունի ով է միացնել։ Դուք աղբերներ եք, իրար հետ կլսեք, չէ։ Իսկ չի։ Ուրա առաջ, ուրա հետը։ Ռոլիկը հիմա մի բաց ռոլիկը։ Արի հələ։ Հələ սպասի։ Էսի սենց ենք անում։ Էս գիտես ինչի համար է։ Պարմեսի կոպես։ Էս որ սակշեն չնեն գլուխներ ջար։ Այ ապրես, մի քիչ ոնց որ։ Հա, տուր ինձ, տուր։ Մի դրեք, էս ակե մի ադրեք։ Ես կամ եմ մի հատ քշե։ Հա։ Հա։ Լավ, եղավ։ Ես էսա գնատուն, որը դուրը չգա, քշես խանգարի։ Կասես կոկնեն մեծերը կհանեն, լավ։ Մաքս մոռայա, ես չկամ, արի հələ։ Արի։ Ոնց ես։ Լավ։ Ինձ հարցազրույց արդեն դու պետք է։ Քո անունը։ Էմա։ Էմա ջան, ես հասկանում որ քեզ հիմա ստամնային ինչ-որ կոնֆերանսից եմ հետ պահում։ Ինչպես է տրամադրությունը։ Լավ։ Քանի տարեկան ես։ 7 Ինչ էիր պահել, ինչ էիր ուզում։ ռոլիկ։ Ռոլիկներ։ Իսկ շել գիտես թե նոր պետք է սովորես։ Նոր պետք է սովորեմ։ Չես վախենում ընկնելուց։ Ախնում եմ։ Վախենում ես, բայց հաղթահարել ես վախդ, որ լավ քշել սովորես, ապրես դու։ Так։ Վարդագույն, ես դու ես գույնը ընտրել։ Չէ, մեր դիզայներն ընտրել, Գաուդզի։ Այն ինչ արտարապետը է խնայ։ Խոսեվի հետ շատ կսազի։ Հələ արի, մենք տեսնենք քո չափն, հա։ Մազեր չես ֆենելու, չես որ։ Հələ դնի։ Օխ, ես ինչ սիրուն է։ Ոնց որ մեծ զեֆիրչիկ լինես։ Կուշիկն է։ Օ, հələ տես, էս էլ հատուկ ծնկալներ են ու էս ձեռքի դաստակի համար պաշտպանիչ։ Էնպես որ հանկարծ չվախենաս քշել, դու պաշտպանված ես։ Պայմանավորվեցինք, դե մի հատ ջպտա։ Հիմա նայում ենք այնտեղ իրար հետ գորում ենք առանց սահման, 1-2 եք։ Առանց։ Ապրես։ Շնորհակալ եմ։ Ուզում ես գլխարկը հետ դնենք չկորցնես մինչև տուն։ Համը տարօրինակ կլինի։ Սենց ոնց որ Black Star-ից լինես, այնց սմի շարիկների։ Այ։ Զգուշ։ Իսկ դու քույր եղբայր ունես։ Եղբայր միայն 2 հատ։ Միայն 2 հատ։ Սենց ասեմ, միայնը արդեն մի հատ է ենթադրում, բայց Մեկը մեծ, մեկը փոքրիկ։ իրանք էլ էին այստեղ։ Չէ։ Մի գրծել է իր կենտրոնը։ Ինչ որ մեկը տրակվելու է այսօր տունը, ասենց ասեմ։ Լավ, բայց որ իրանք էլ ուզենան քշեն, հենց գույնը տեսնեն, էլ չեն ուզենա։ Չէ, նենց որ էսի սենց լրիվ դու կարող ես հանգիստ օգտագործել։ Դե մի հատ խի։ Շնորհավոր քտոնը։ Քանի տարեկան ես Այնա։ 10։ 10։ Էսա 10։
Այսինքն շուտով։ Երբ է ծնվել։ Հուլիսի 3-ին։ Հուլիսի 3-ին, հետո սոլֆեջոյի եմ, թե չկգա իրար հետ կնշեին։ Դու ինչու ես, նախ ինչ ես։ Խոհանոց։ Խոհանոց։ Ինչու հենց խոհանոց։ Սիրում եմ տարբեր բաներ պատրաստել։ Երեք մաման խնդրել է ես պատրաստել։ Ինչ ես պատրաստել, ասա էլի։ Ասել էր միած սալատ գնամ սարքեմ, ոչ պապան գա ուտի։ Հա, ես համոզված եմ պապան հիացած է եղել։ Իսկ բացի աղցանը էլ ինչ ես, կարաս օրինակ ձվածեղ պատրաստես։ Հա, կարամ միան կամ զարգած գայի, բայց վատված է կիսա։ Ոչինչ, մեկը դիմանան մեծերը թող ուտեն, դու հələ 10 չկաս, սարքում ես, ապրեշատ։ Իսկ դու քույրիկ եղբայր ունես։ Հա, մեծ քույրիկ։ Այսինքն քույրիկը դաս է անում, դու մենակով հաց ես սարքում, հա։ Նայած ինչա։ Հա, լինում է ինքնա պատրաստում։ Լինում է մաման է պատրաստում, լինում է ես։ Հա, ձեր մոտ տենց հերթով գրաֆիկով շորեքշաբթի օրը դու ես, շաբաթ օրը դու ես։ Թե չէ։ Մեծիմ, եւ մաման ասա չի, մի հատ գործ անում, ինձ է խնդրում։ Ապրես դու էլ մայրիկին, հայրիկին, քույրիկին օգնում ես։ Քեզանով հիանալ է պետք։ Իսկ արդեն բացել ես, տեսել ես մեջը ինչ կա, թե sense նկարով արդեն դուրը տեկել է։ Նկար դուրը։ Իսկ Բայց ասում եմ մի լավ բան է։ հա։ Մի մեծ։ Ինձ բան ասցիր, էլ չեմ կարա շարունակեմ։ Ինչ ասեմ։ Դու էլ ես այնքան սիրուն տեքստից մոռացա, ինչ ենք խոսում, էգզիստենցիալի։ Հա, չէ, վայ։ Շնորհավորում եմ, ես քեզ շնորհավորում եմ։ Այստեղից բռնած կգնաս, բայց ինձ կամաց թափ կտաս, չշպրտես մի ամիտ, լավ։ Ապրես, քեզ լավ օր։ Համեր շնորհավոր քո ունիսի մեկը։ Ձեզն։ Ճիշտ է, իրավունքներ ոչ ոք չի պաշտպանում տվյալ պահին, բայց ապրես։ Ոնց ես։ Привет։ Քո անունն է։ Տիգրան։ Տիգրան, դու քանի տարեկան ես։ 8։ 8։ Բայց այնքան բոյով ես, ինձ թվաց մի 11-2 կլինես։ Էս ինչ ես ուզել։ Skate։ Քշել գիտես, թե որոշել ես սովորել։ Չորոշել եմ սովոր։ Որոշել ես սովորես։ Հա։ Տենց ֆիլմերում, մուլտֆիլմերում տեսել ես ոնց skate քշում, հավանել ես։ Հա։ Շատ լավ է։ Նախ դա լավ է, որովհետև դա սպորտ է։ Ահա։ Այսինքն առողջ ապրելակերպ է։ Դու կուժեղանաս։ Չես վախենում հանկարծ ընկնես։ Ես օրինակ վախենում եմ։ Չեմ վախենում։ Որտեղ Տիգրանը քաջ տղա է, չէ՞ բա, ինպես։ Մի անգամ ընկա, երրորդ հարկից էլ չեմ բարձրանում երրորդ հարկից, իսկ ո՞նց skate քշում։ Ապրի Տիգրանը։ Շնորհավորում եմ քեզ էլ։ Ապրես։ Hello Malta, hello Europe, next. Մեկ։ Անի, չէ։ Նենց սիրուն ժպիտ ունես, տեքստս մոռանում եմ, Անի։ Դու քանի տարեկան ես։ 7։ Իսկ դու ինչ ես ուզել, ես ինչա։ Խոհանոցի սպասք։ Դու լավ ես պատրաստում։ Հա։ Որոշել ես տանը պատրաստես ինչ որ բան։ Այո։ Ու նամակով դու հենց սա էր ուզել։ Ահա։ Ուրախացար, որ բերեցինք։ Տեսել էր, որ քոնը էս նվերն է, թե։ Հա։ Հա։ Դուրը տեկավ ամեն ինչ քո սրտով, հա։ Հա։ Իսկ որ տանես տուն ինչ ես պատրաստելու առաջինը։ Ձվածեղ կպատրաստ։ Ձվածեղ։ Դու նովա ձվածեղ շատ սիրում։ Քուրիկս։ Քուրիկը մեծ է թե փոքր։ Մեծ։ Վայ, մեծ քուրիկ։ Փոխային ինքը Փոքր ես եմ։ Հա, երկու քույրիկով եք։ Ահա։ Так, այստեղ կա ջերոց, դարակ, ինչ որ սպասք, իսկ դու օգնում ես մեծերին, խոհանոցում, հա։ Հա։ Օրինակ ինչ ես անում, որ օգնես։ Մայրիկիս օգնում եմ, որ իրերը մաքրենք, տնենք իրանց տեղը։ Վայ, միշտ տնորոր աղջիկ ես։ Եթե բացի սա ուրիշ բան ուզեիր, ինչ կուզեիր։ Ռոլիկներ։ Ռոլիկներ։ Դե էդ էլ ինձ թվում է արդեն նոր տարուն, եթե միավորները հավաքես, էդ էլ կլինի, չէ՞։ Բայց հավես էր, չէ՞։ Հա։ Քո հունիսի մեկը ուրախ է անցնում, ոնց հասկացա։ Շատ։ Իմը սենց ուրախ չէր, թե չէ, ես էլ ուրախ եմ։ Բայց ապրես։ Մի հատ տենց հաղորդում կա, կոչվում է առանց սահման։ YouTube-ում որ հավաքում ես առանց սահման, կտեսնես։ Շուտով որ եթերը լինի, կարաս օրինակ մեծերին ասես, իրանք էլ դնեն նայեն։ Իմիջալոց, եթե դուք էլ չեք ուզում որևէ թողարկում բաց թողնել, ապա հիմա պաուզա եք տալիս, սեղմում եք զանգակը եւ բաժանորդագրում եք մեզ Facebook-ում, YouTube-ում եւ Instagram-ում։ Իսկ ես հիշեցնեմ, որ խոսում եի գեղեցկույն, վայ, այնքան սիրուն ես անի, մոռանում եմ տեքստերս։ Չեկնախ սիրուն աղջիկ Անի հետ, ով նվեր էր ստացել իր ցանկացած խոհանոցային սպասքը։ Ապրես։ Ես չէի ֆայմիսնես բան ուզեի։ Դե մի հատ թխի։ Ինչու հենց գնդակ։ Վան դուրս կամ դուրը ֆուտբոլ խաղամ երեխեքի հետ։ Երեխեքի հետ։ Ձեր ընկերներից մենակ մի հոգի ուներ գնդակ։
Այն որ երեխեքը կանչում են, գոռում են անունը։ Իրանց սկած էր։ Թսկած էր։ Հա։ Հիմա ամբողջ թաղը քոնով է խաղալու։ Հա։ Ու գնդակով կիսելու ես ընկերներիդ հետ։ Իսկ որ չկարենաս դուրս գաս մեկը ասի կտաս գնդակը կտաս։ Չէ։ Չէ։ Որտեվ թսկած հետ են բերելու։ Երեխեն հեռանկարային է։ Ես շատ ուրախ եմ Նարեկ ջան, ապրես, շնորհավորում եմ քո տոնը։ Բայց ճիշտ է ասում։ Բերում են տրակած կամ ասում են չկա։ Պապայանը ո՞նց է։ Արմեն։ Գալի ասում են Արմենձա տրակել է։ Տենց ո՞նց կլինի։ Ապրես Նարեկ ջան, ապրես քողց։ Մկրտիչ։ Դու մկրտչան մկրտիչը դու ես քեզ ֆիքսեցի։ Ես ոնց հասկացա դու քո նվերը շատ ես հավանել։ Հա։ Հիմա այլոց ասեմ, ինքը նրա համար է, որ ոչ թե դու իրան տանես, այլ ինքը քեզ։ Թե չես զուբ կեղտոտվի։ Ուզում չեմ։ Տունն ես քշելու, հա։ Մամային խնդրելու ես հատակները մաքրի, դու տես տունը քշես։ Բա դու քանի տարեկան ես։ 5։ Այս տարի գնալու ես դպրոց, թե մյուս։ Եսեմ։ Չգիտես, հա, տնեցիկ կարող ասեն այս տարի էլ մնա, հա, կարող ասեն գնա։ Չգիտես երբ ես գնալ դպրոց։ Իսկ մանկապարտեզ ես գնում։ Պատես։ Հա, թե չես գնում։ Բա տունը ինչ ես անում։ Տանում։ Հա։ Խաղում եմ։ Խաղում ես։ Իսկ հայաթում էլի մարդ կա, որ ուներ սրանից։ Հայաթում։ Հա։ Չէ, հիմա մենակ դու ես ունենալու, ուսից քշելու ես բոլորը հիացած քեզ նայեն։ Ինչ բարի ժպիտ ունի մկրտիչը։ Պասեսի փակեմ չարցակվի, ահա, այսպես անենք։ Ահա, իսկ քո նվերից ուրախացար։ Հա։ Մտածում էիր կբերենք թե չկասկած կար թե չէ։ Մի քիչ կար, հա, մտածում էիր կարող է չբերենք։ Չէ, կբերենք։ Արի մի հատ նայենք այնտեղ իրար հետ, ասենք առանց սահման, կարաս։ Հաշվում եմ 1 2 3 իրար հետ գոռում ենք առանց սահման։ 1 2 3 առանց սահման։ Այսինքն շատ գոռացող երեխա է մկրտիչը։ Սահման։ Սահման։ Այո, առանց սահման։ Այ իրեքսը սպիտակ բոթասով են։ Բասի ես սենց եմ անում, իր հետ ասում ենք առանց սահման։ 1 2 3 2 3 առանց սահման։ Այսինքն, բանվեր են ստացել, բայց ինչներին է պետք։ Ապրեք, շնորհավորում եմ, երեխեք, շնորհավոր ձեր հունիսի 1-ը։ Իսկ ես հիշեցնեմ, որ մենք Գալֆ Արմենիայի հետ համատեղ եկել էինք Լոռի, որպեսզի հասկանացնենք հունիս 1-յան, այսինքն երեխաների իրավունքների պաշտպանության օրվա հետ կապված միջոցառում եւ Լոռու մարզի երեխայի եւ ընտանիքի աջակցության կենտրոն Պուակ շահառու երեխաների հետ անցկացրեցինք միջոցառում։ Նրանք գրել էին նամակներ, 101 երեխա գրել էր նամակ, թե ինչ կցանկանա ստանալ հունիսի 1-ի կապակցությամբ եւ Գալֆ Արմենիայի աջակցությամբ այդ նվերները հասան տեղ ու շատ գեղեցիկ միջոցառում ստացվեց, ոնց որ տարվա կեսին նոր տարի լիներ։ Իսկ մինչ հեռանալս ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր հաղորդման գործընկերներին եւ հովանավորներին, ում շնորհիվ այս կոնտենտը հնարավոր է դառնում։ Խոսքը Գալֆ Արմենիայի մասին է, Նակոյլ ընկերության էլ մոտ ու ապրանքանիշով նույնպես շնորհակալություն ենք հայտնում եւ մեր գործընկերոջը Գարմինին։ Շնորհակալություն, մենք ձեզ ասում ենք մինչ նոր հանդիպում, ձեզ հետ Դավիթ Ռակուրսն էր եւ առանց սահման հաղորդումը։ We'll be right back.